Բարոս ելիքորեդ եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք կարևոր մի թեմայի, մեղքի դեմ պայքարի, եղբայրներից հարց տվեցին, բայց մեղքի դեմ պայքարի ընդհանուր այդ ընթացքի մեջ կա կարևոր ոլորտ, մեր մարդկային միտքն է, մտքի ոլորտը, որտեղ նույնպես մեղքի դեմ պայքարի առաջնային սկզբունքներն են, որովհետև շատ հաճախ երբ որ մենք խոսում ենք մեղքի մասին, կա մեղքի անտոլոգիան, կա մեղքի բնությունը։ Մեղքի բնությունը կարա ձևավորվի մեր մարդկային հասկացություններից, պատկերացումներից եւ կարա ուղղակի այն աստվածաշնչյան խոր ուսումնասիրության արդյունքում արտահայտվի։ Ինչ է խոսում մեղքի մասին աստվածաշունչը։ Մարդիկ շատ հաճախ մեղքը դիտարկում են որպես վարք, արարք։ Իրականում աստվածաշունչը ցույց է տալի մեղքի աղբյուրը եւ մեղքի բնակության վայրը մեր մարդկային սիրտը կամ մեր հասկացողությունը եւ այս առումով մեղքը բնակվում է մարդու սրտում, հետո այն արտահայտվում է մարդու վարքի մեջ։ Իրականում Հիսուս Քրիստոսը երբ որ անդրադառնում էր մեղքին, երբ որ փարիսեցիները շեշտում էին, որ շնությունը դա շնացման ֆիզիոլոգիական այդ ակտն է, փաստն է, այդ կատարվածն է, Հիսուսն ասեց ոչ, երբ որ դուք ձեր սրտում արդեն ցանկանում եք որևէ մեկին, որևէ մեկ օտար կնոջ, որի հետ դուք ուխտի օղակներում միացված չեք, Աստված արդեն տեսնում է ձեր սրտում այդ շնությունը կատարված։ Այսինքն այն անպայման չէր վերածվել ֆիզիոլոգիական վարքի։ Նույնպես մարդասպանություն, անպայման չէր, որ դու որևէ մի գործիքով մեկին սպանեիր, այլ արդեն ատելությունը քո եղբոր հանդեպ Աստված տեսնում էր, որ այն դատաստանի արժանի է, այսինքն այն սպանություն էր համարվում։ Ինչու՞մն է խնդիրը։ Այստեղ ոչ թե մենք տեսնում ենք ծայրահեղ մոտեցումով, այլ տեսնում ենք իրական մեղքի անտոլոգիան, այդ բնությունը, ինչա մեղքը իրանից ներկայացնում։ Որտեղ տեսեք, եթե անդրադառնանք սպանության, Կայենը իր սրտում ատեց եղբորը նախանձի արդյունքում, վերջում արդեն այն վերածվեց վարքի, սպանեց եղբորը։ Բայց այդ սպանությունը ծնվեց սրտից, այդ ատելությունը արդեն այդ սերմն է, այդ իրական կատարված գործունեության։ Դրա համար ավելի պիտի անդրադառնանք մեղքի դեմ պայքարի հասկացողության, ավելի անդրադառնանք այդ կարևոր ոլորտին, սրտին կամ մեր մտքին, հասկացողությանը։ Ինչ ենք մենք հասկանում մեղք, մենք արդեն նկարեցինք, որ դա ամեն մի միտք, ամեն մի հասկացողություն, որը հակառակ է Աստծուն։ Եվ օրինակ Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 10-րդ գլխում եւ շատ օրտյալ է նկարվում այն անդրադառնալով, ասում է, որ ամեն մեկ միտք կամ ամեն մեկ խորհուրդ, որը հակառակ է Աստված ճանաչության, այսինքն որը արգելք է Աստված ճանաչության, եւ դա այդ մտքերը մեր մարդկային էության մեջ է։ Դրանք այն մտքերն են, այն որոշումներն են, այն հաշվարկներն են, այն եզրահանգումներն են, որոնք մեզ կթվա փոքրիկ, որոնք մեզ թվում են, որ դրանք նեյտրալ են, այսինքն դրանք այդքան կարևոր չեն մեր եւ Աստծո հետ հարաբերության մեջ, բայց իրականում դրանք մեզ գերի են անում եւ դրանք մեր կյանք են եկել, ավելի կարելի ասել չարից, հակառակորդից եւ կանադառնանք նաեւ դիավոլ բառի նշանակությունը, այն նշանակում է մեղադրող եւ առավել նաեւ հրապուրող, գայթակղեցնող։ Դա նրա տիտղոսն է։ Եվ նա ունի մեր կյանքում ունի մտքեր արտադրված կամ մտքեր մեզ հաղորդած, որոնց մեջ մենք համոզված ենք, որ դրանք մերն են եւ համոզված ենք, որ դրանք նեյտրալ են, այսինքն դրանք Աստծո հետ ոչ մի կապ չունեն կամ մեր եւ Աստծո հետ հարաբերության մեջ դեր չեն խաղում, բայց իրականում դրանք մեզ գերի են պահում եւ թույլ չեն տալի, որպեսզի մենք ճիշտ ճանաչենք Աստծուն։ Երբ որ ես ասում ճիշտ ճանաչել, ի նկատի ունեմ Աստվածաշնչով, որտեղ շատ քրիստոնյաներ, ես օրինակներ կբերեմ, կնայենք հենց Աստվածաշնչից, շատ քրիստոնյաներ կտեսնեք, որ գործում են որոշակի վարքով, մտածելով, որ այդ վարքը Աստծուն հաճելի է, բայց իրականում դա Աստծուն ամբողջությամբ հակառակ է։ Ես ցույց կտամ սա։ Եվ Պողոս առաքյալն անդրադառնում է Ֆիլիպեցիս թղթին, օրինակ Ֆիլիպեցիս թղթում ասում է չեմ կարողանում, տեսեք Պողոս առաքյալը ամբողջ եկեղեցու մեջ չեմ կարողանում մեկին գտնեմ, որ ուղարկեմ, ասում է, որովհետև բոլորը իրենն են փնտրում, ոչ թե Քրիստոսինը։ Ասում է միայն Տիմոթեոսն է, որ ձեր օգուտն է, ձեր շահն է փնտրում, բոլորը իրենց շահն են փնտրում։ Այստեղ մի քիչ բառերը կարող խափի մեզ, շահ ասելով ինչ ենք հասկանում, իրենն են, բնագրի մեջ ասում է ամենքը իրենն են փնտրում, ոչ թե Քրիստոսինը։ Բայց եթե կոնտեքստը նայեք, որ Պողոս ուզում է ուղարկի մի անձի, որ այդ եկեղեցու օգուտն է փնտրում, որպեսզի եկեղեցու կարիքների մասին ճիշտ հաղորդի Պողոսին։
Այս սա է ամբողջ խնդիրը, որ շատ հաճախ բառերի ոչ ճիշտ նշանակություն իմանալով մենք սխալ ենք ընկալում նաև հատվածները։ Դա համար կուզեմ, որպեսզի ավելի սկզբնական ընթացքից գնանք, հասկանանք ընդհանրապես ինչքանով է դեր խաղում մեղքի դեմ պայքարի մեջ մեր մտքի ոլորտը, մեր հասկացողության ոլորտը, եւ նոր անդրադառնանք արդեն կոնկրետ երկրորդ Կորինթացի 10-րդ գլխի այդ հատվածը գնանք, այդտեղ առաքյալը 3 կարևոր փուլ է ներկայացնում մեղքի դեմ պայքարի, որը արդիական է նաև այսօր եւ այդտեղ շատ կարևոր սկզբունքներ մենք կտեսնենք։ Չգիտեմ ինչքան կտևի մեր ձայնագրությունը, միգուցե 2 բաժին կանենք։ Ամեն դեպքում, տեսեք, հենց առաջի պատվիրանը ամենակարևորը, օրինակ որ Հիսուս Քրիստոսը Մատթեոս 22-ում արտաբերում է, 2 անգամ շեշտում է մեր այդ ոլորտը։ Տեսեք, օրինակ ես կընթերցեմ 37-ը, եւ Հիսուսն էլ ասեց նրան, այսինքն այն հարցին է պատասխանում, որ այդ օրինականը հարցրեց որն է ամենամեծ պատվիրանքը, եւ սա նշանակում է որն է Աստծո համար մարդ եւ Աստված հարաբերության մեջ կարևոր Աստծո կողմից տրված պատվիրանը։ Այսինքն ինչը մարդու կյանքում չի կայացել, որտեղ տեսեք ամեն մի պատվիրան ցույց է տալի, որ մենք դրա մեջ չենք։ Եթե մենք դրա մեջ լինենք, եթե մենք այդ հատկությունը ունենանք, Աստված չի ասի դա արեք։ Ամեն մի պատվիրան ցույց է տալի, որ մարդը դա չունի, կամ մարդու կյանքում դա բացակայում է։ Երբ որ Աստված ասում է սիրի քո Տեր Աստծուն, սա նշանակում է մարդը Աստծուն չի սիրում, մարդը իրեն է սիրում։ Հիմա պատվիրանը սա էր, եւ Հիսուսն էլ ասաց նրան. «Սիրի քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով», սա լեբաբ եբրայերեն հասկացողություն, որը նշանակում է ռազումենիա, հասկացողություն, մտքի կենտրոն, արժեքային կենտրոն, քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ Այսինքն նաև հենց գլխավոր պատվիրանը իր մեջ ընդգրկում արդեն 2 անգամ այս ոլորտը՝ սիրտ եւ միտք եւ անձ, այսինքն սա կապված է շատ կարևոր սկզբունքի հետ, որովհետեւ տեսեք, երբ որ մենք անդրադառնում ենք մեղքի դեմ պայքարին, մենք պետք է հասկանանք, որ առաջնային մեր միտքն է արգելք դառնում, որպիսի Սուրբ Հոգու խոսքը մեր միտքը նորոգի, այսինքն մենք ունենք մտքեր, որոնք արդեն ընկալում ենք կարծես թե Աստծուն հակառակ չեն, հենց այդ մտքերն էլ շատ հաճախ հանդիսանում են արգելք կամ խանգարող սկզբունքներ, որոնք թույլ չեն տալի, որ մենք ճիշտ վարվենք։ Ինչպես արդեն ասացի Տիմոթեոսի պարագայում, առաքյալը նույնիսկ առաջի գլխում ներկայացնում է կարևոր սկզբունք, ասում է շատերը իմ բանտարկության ժամանակ քաջություն ստացան Քրիստոս քարոզելու։ Տեսեք, Քրիստոս քարոզելը, եթե ուշադիր լինեք, այն օրհնություն է։ Ճիշտ է, Քրիստոս քարոզելը նաև մեր պարտականությունն է փրկված անձի։ Բայց առաքյալն ասում է շատերը անկեղծ սրտով, անկեղծ հասկացողությունով, շատերն էլ հակառակություն բառն օգտագործում, բայց այնտեղ իրականում հակառակություն բառը չի։ Այո, այդ բառը եկեք ընթերցենք այդ բառը, բացատրեմ ձեզ։ Այն հունարենով էրիֆեա բառն է, հայերը թարգմանել են հակառակությունից, եւ տեսեք 16 համար առաջի գլխի Ֆիլիպպեցիում։ Եվ ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին եւ ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերեն։ Անիֆրեո բառը այն օրինակ ռուսները թարգմանել են լյուբապրենիու, կարծես թե լյուբապրենիու կամ լյուբապրենիու, պրենիա հակառակվել, սեր, հակառակություն սիրելով, բայց դա այդպես չի իրականում։ Այս բառը առավել նշանակում է չեստալյուբիա, այսինքն ճիշտ եթե ընկալենք, այն նույն բառն է, որ առաքյալը երկրորդ գլխում օգտագործում է սնապարծություն կամ գրգռումով չլինի որևէ մի բան։ Այսինքն այստեղ այս հակառակությունը գալիս է ոչ թե ինչ որ աստվածաբանական կողմերի տարբեր ընկալումների հակառակություն, ինչ որ մեկը հակառակում է մեկին, այլ այս հակառակությունը գալիս է, որ դու ուզում ես քո անձին արժեք տաս կամ փնտրում ես քո անձի պատիվը եւ հակառակվում ես դրանից ելնելով մյուսներին։ Այս բառն է օգտագործված։ Սա մտքի ոլորտն է, սա մարդու հասկացողության հետ է կապված։ Տեսեք, առաքյալն ասում է, օրինակ, եթե մի քիչ վերևից նայենք, որպեսզի շատ լավ հասկանանք, սա կարևոր է, որտեղ անդրադառնում ենք հիմա մտքին։ Տեսեք, առաքյալն ասում է, տերումը եղբայրներից 14 համարից, տերումը Քրիստոսի մեջ եղբայրներից շատերը իմ կապանքներով քաջալերված ավելի համարձակ եղան Աստծո խոսքը առանց վախի խոսել, ոմանք նախանձով եւ հակառակության պատճառով, այս նույն անիֆրեե բառը, ոմանք նախանձով նախանձում են, նախանձը նշանակում է նախորոք իրենց անձը պետք է այդ պատիվը ստանա, ոչ թե Պողոսը։
Այսինքն որ Պողոսը քարոզում էր, բոլորը տեսնում էին, այսինքն լսում էին, դուք չեք տեսնում այդ մարդկանց սրտում ինչ է կատարվում, բայց դուք տեսնում էիք ու մարդիկ նայում էին Քրիստոսին, նեողություն Պողոսին, միգուցե ասում էին ամեն, բայց իրականում տեսնում էին ինչպես է ամբողջ եկեղեցին Պողոսին պատիվ տալի, Պողոսի խոսքը ընկալում, որովհետև Պողոսի զորությունը, Պողոսի ճշմարտության քարոզը Աստծո շնորհքի արտահայտությունն է։ Հիմա մարդիկ սա չեն ընկալել եւ մարդիկ նույնպես այդ պատիվի ձգտումն ունեն, դա համար երբ որ Պողոսին բանտարկեցին, Պողոսն ասում է եղբայրները քաջալերվեցին իմ բանտարկությունով խոսքը քարոզել, մինչև այդ չէին քարոզում։ Ոմանք անկեղծությունից, ոմանք էլ ասում է այդ պատիվ փնտրելուց, այսինքն հիմա Պողոսը չկա, հիմա տեսեք ով է լավ քարոզիչը, ես թե Պողոսը։ Տեսեք, սա մտքի հետ կապված բան է։ Մարդը կարա անի լավ բան, դա համար ես շեշտեցի։ Հիսուս Քրիստոս քարոզելը դա մեր պարտականության ողջությունն է։ Բայց տեսեք, առաքյալն ասում է ոմանք նախանձից եւ հակառակությունից, այսինքն սնապարտություն, եկեք վերցնենք այս բառը, կամ անձի պատվասիրությունից, այսինքն պատիվ սիրելուց, ինքը փորձում է այդ պատիվը իրեն ինքը վաստակի, այսինքն ինքը նախանձում է, որ Պետրոսը այդ պատիվն ունի, ինքը հիմա ուզում է ինքը այդ պատիվը ձեռք բերի։ Սա կարևոր է։ Եվ առաքած ոմանք նախանձով եւ հակառակության պատճառով, եւ ոմանք էլ բարեհոժար մտքով քարոզում են Քրիստոսին։ Եվ ոմանք հակառակությունից են քարոզում Քրիստոսին եւ ոչ թե անկեղծ, կարծելով թե իմ կապանքների վրա նեղություն բերե, կարծելով թե այսինքն Պողոսին պատվազուր կանելու համար, որ տեսեք ես ավելի լավ եմ քարոզում, քան թե Պողոսը։ Այսինքն ոչ թե քարոզում են, որպեսզի ունկնդիրը անկեղծ լսի Քրիստոս եւ փրկվի, այլ քարոզում են, որպեսզի Պողոսին ցույց տան, որ մենք ավելի լավ ենք քարոզում, քան թե դու։ Սա ինչ է, սա հասկացողություն է, սա եկեղեցում կատարած բարի ծառայություն է, բայց չար մտքով, չար մտածելակերպով կամ չար մղումներով։ Մղումները միշտ դրանք մեր սրտի շարժիչն են։ Դրա համար 5 տականում, երբ որ առակած գիրքը նայեք, Աստված ասում է, օրինակ Սողոմոնն ասում է, ամեն ինչից ավելի զգուշություն ըլա քո սրտին կամ քո հասկացողությանը, որտեղ նրանից են կյանքի աղբյուրները։ Այսինքն, եթե մի չար գործ անում ենք, իմացեք, որ դրանից առաջ այդ չար գործ անելուց առաջ չար մտքերն են, որոնք մեզ դրդեցին գործ անելու։ Այսինքն, մեղքը ոչ թե մեր արարքն է, այլ նախորոք արդեն մեր մտածելակերպն է։ Այսինքն, մեր սրտում ծնվում մեղքը, նոր այն վերածվում է արարքի։ Դրա համար շատ կարևոր է մեղքի դեմ պայքարի մեջ մենք անդրադառնանք այս ոլորտին։ Եվ առաքյալը շատ կարևոր սկզբունքներ ասել։ Օրինակ դրա համար մենք Կողոսացիս 3:2 համարը եթե նայեք, առաքյալն ասում է, որ քանի որ Քրիստոսի հետ հարություն առաք, վերինները փնտրեցեք։ Այդտեղ բառը գրված է խնդրեցեք, բայց իրականում այդ բառը նշանակում է փնտրեցեք վերինները, որտեղ Քրիստոս նստած հոր աջ կողմը եւ անդրադառնում է նաեւ այն սկզբունքներին, որ մեր կյանքը պահված է Քրիստոսի հետ։ Եթե մի քիչ վերև նայեք, կտեսնեք նույնպես կապված է մտքի հետ, որովհետև ինքը ցույց է տալի Աստված պաշտություն, որի հիմքում ընկած չի մտածելակերպը, այլ զգացմունքները, միգուցե պորտկում էմոցիոնալ, այսօր կտեսնեք Աստվածապաշտության մեջ ավելի Աստվածապաշտության, եթե ես ինձ թույլ տամ օգտագործեմ բառը կրոն, բայց այս կրոն բառը հասկացեք, ես օգտագործում Աստվածապաշտություն առումով, տեսեք, ես կարդացեմ հիմա 3-րդ գլխի առաջ, արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը, եւ անմիջապես վերինները մտածեցեք, տեսնում եք, այլ մեր մտքի հետ է, վերինները մտածեցեք եւ ոչ թե երկրի վրայինները։ Ինչի վերինները մտածեք, կամ ինչ է նշանակում վերինները մտածեք եւ ոչ թե երկրի վրայինները։ Երկրի վրայիններ ասելով ինչի նկատի ունի, որպեսզի ճիշտ տեսնեք, երկրի վրայիններ ասելով առաքյալը ինչի նկատի ունի եւ դուք ձեր մտքից չդնեք հոգսերի մասին ախոսում, թե ուտելու կամ հագնելու մասին չմտածեք, չէ, դա չի։ Երկրի վրայինները, որտեղ ընդհանուր հատվածը կապված է Աստվածապաշտության հետ։ Առաքյալն ուզում ասի Աստվածապաշտության կերպերի մեջ չլինի ծեսերը արողակարգը եւ դրանց վրա չմտածեք։ Դա չի որ Աստծուն հաճելի է, այլ ձեր միտքը որքանով է Քրիստոսի հետ, որքանով է Քրիստոսի նույն մտածելակերպը, որ մտածում էր հոր մասին, մտածում էր հոր կամքի մասին, արքայության մասին։ Սրա մոտեցեք, որովհետև վերևում եթե նայեք երկրորդ գլխի վերջի հատվածները,
Առաքյալը խոսում է կրոնասիրության կեղծ լինելու, որ կարծես թե արտակնապես, կարծես թե խոնարհություն կա, կարծես թե ինչ որտեղ նույնիսկ մարմինը ճնշում են, բայց ասում այդ ամենը նպաստում է մարմինը հագեցնելու, դա մարմնի պահանջ է։ Այո, մարմինը ճնշում է, մտածում ես թե կրոնավոր անձ է կամ աստվածապաշտ, ես դա շեշտեցի, ես կօգտագործեմ կրոնավոր բառը, բայց ի նկատի ունեմ աստվածապաշտություն, այսինքն այս կարծես թե աստվածապաշտությունը, բայց առաքյալը ասում է դա մարդկային մոտեցում է։ Տեսեք, դա համար ինքը 21-ում ասում է կամ 20 համարից որպեսզի ավելի արդ եթե Քրիստոսի հետ մեռակ, այս աշխարհի սկզբունքներից, տեսեք նույն բանը, դեռ ասում է, եթե Քրիստոսի հետ հարություն առակ։ Հիմա ասում է, եթե Քրիստոսի հետ մեռակ, դա համար ասում է, եթե Քրիստոսի հետ մեռակ եւ կարևոր սկզբունք ասում, հետո ասում է, եթե նրա հետ հարություն առակ, ուրեմն մտածեք վերինները, ոչ թե երկրի վրայինները։ Այսինքն, եթե երկրի վրայինները մտածում եք, նշանակում է Քրիստոսի հետ չեք մեռել, հարությունները չեք առել։ Հիմա տեսեք, որպեսզի ճիշտ հասկանանք ինչ ասում առաքյալը։ Արդ եթե Քրիստոսի հետ մեռակ, ասում է, այս աշխարհի սկզբունքներից է, այս աշխարհի սկզբունքներից դա նշանակում է այս աշխարհը ինչպես է պաշտում Աստծուն, դու ինձ, ես քեզ։ Էլ ինչու եք այս աշխարհի մեջ կենթանիների պես այսպիսի կանոններով կապում, եւ սա աստվածապաշտության կանոններ է, բայց մարդկային, թե մի մոտենար, մի ճաշակիր, մի դիպչի, սա օրինական կրոնավոր ընկալումներն է, որ ամեն ապականության համար են գործածությամբ, ապականության, մարդկանց պատվիրանքների, ուշադիր տեսեք, պատվիրանք է, բայց մարդկային պատվիրանք, այն մարդկային մտքի արտադրանք է, եւ մի կարծեք, որ եկեղեցում մեր մտքի մեջ չկա այդ արտադրանքը, շատ։ Դա համար կանադառնանք, թե մեղքի դեմ պայքարի մեջ որքանով են նրանք մեզ խանգարելու իրական Աստված ճանաչելու մեջ։ Մարդկանց պատվիրանքների եւ վարդապետությունների պես, նույն մարդկային վարդապետություն, մարդկային պատվիրանք եւ ոչ միայն պատվերներ են մարդկանց կողմից, այլ նաեւ ուսուցումներ են մարդկային։ Չկա այդտեղ Աստծո գործոնը գոյություն չունի, Աստծո շնորհքը, Աստծո հոգին չկա, որոնք իմաստության կերպարանք ունեն, որոնք արտակնապես կարծես թե իմաստուն են, ասում են, ինչ կրոնավոր անձ է, ինչ հավատացյալ է, իմաստության կերպարանք ունեն կամ իմաստուն Աստծով, ինքնահնար կրոնքով, ինքնահնար, տեսնում եք, ոչ թե աստվածատուր կրոնքով, ինքնահնար մարդկային հնարովի կրոնքով եւ խոնարհությունով, նույնիսկ խոնարհությունը մարդկային արհեստական, ոչ թե Սուրբ Հոգու արտադրված, խոնարհությունով եւ մարմնին չխնայելով ասկետիզմը, նույնիսկ մարմինը չի խնայում, որ իրեն ճնշում է ինչ որտեղ, մի տեսակ չպատվելով մարմինը հագեցնելը։ Այսինքն, բայց ի վերջո ծառայում է մարմին հագեցնելը, այսինքն մարմնավոր միտք է դա։ Մարմնի համար է, ոչ թե հոգեվոր, ոչ թե հոգին սնուցանելու։ Տեսեք, արդ եթե Քրիստոսի հետ հետևից ասում արդ եթե Քրիստոսի հետ հարություն առակ, ապա փնտրեք վերինները, որտեղ Քրիստոսը նստում հոր աջ կողմը, վերինները մտածեք ոչ թե երկրի վրայինները, որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ ասում, երբ որ Քրիստոսը կհայտնվի, ձեր կյանքն էլ փառքով։ Հիմա ինչի եմ ես ասում, որ մենք հասկանանք, որ մեղքի դեմ պայքարի կարևոր ոլորտ առաջնային հանդիսանում է մեր մտածելակերպը, մեր միտքը։ Շատ հաճախ լսել եք, չէ, որպեսզի կարող լինենք, Էփեսացիս որպեսզի 6-րդ գլուխի կարող լինենք սատանայի կրակոտ նետերը հանգցնենք, շատերը մտածում են, որ այդ կրակոտ նետերը դրանք կյանքի դժվար պարագաներ են, սատանայի կողմից կարծես թե ուղարկված, դրանք որոշակի առումով դժվար իրավիճակներ են կյանքում, ոչ։ Եթե ուշադիր նայեք, առաքյալը ասում է ձեզ հավատ կա պետք, որ այդ սատանայի կրակոտ նետերը հանգցնեք եւ դա կապված է մեր մտածելակերպի հետ։ Այսինքն սատանան մեր կյանքը ուղարկում մտքեր, որոշումներ, եզրահանգումներ, սատանան, որով ինքը մեզ հետապահում Աստված ճանաչությունից, իսկ Աստված ճանաչության տգիտության հիմքում ընկած է մեղքը։ Այսինքն եթե ճիշտ չենք մտածում Աստծո նման, մտածում ենք մարդկորեն, ուրեմն մեղքել գործելու ենք, Աստծուն հաճելի չենք լինի, նույնիսկ աստվածապաշտության մեջ։ Դրա համար, այսինքն բաներ ենք անելու, որ մեզ թվում է, թե Աստված կուզեր որ անեինք, բայց իրականում մենք ոչ թե Աստծուն հաճելի բան արեցինք, այլ Աստծուն հակառակ արեցինք։ Բայց մենք մտածում ենք, թե Աստծուն ճիշտ Աստծո ուզածը արեցինք։ Եվ դա այնքան կարևոր կետերում կարա արտահայտվի, նույնիսկ ինչ որ մեկին հանդիմանելու մեջ, ինչի համար ենք հանդիմանում, ինչ ենք հանդիմանում, ինչ մղումով ենք հանդիմանում, շատ խորը, այսինքն այն կապված է մեր հասկացողության հետ, սիրելիներ։ Դրա համար առավել պետք է անդրադառնանք այս ընդհանուր ոլորտին, մտածելակերպին։ Ուրեմն տեսեք, անդրադառնալով Ֆիլիպեցիս թղթին նորից, որպեսզի ճիշտ տեսեք, այս բառը, որ ինքը օգտագործում է շատերը հակառակությունից կամ ինչպես ասենք լյուբապրենիո, այսինքն այն նշանակում է անձի պատիվը փնտրելով, քո անձին արժեք տալուց
հակառակվել, դրանով են Քրիստոս քարոզում կամ քո հանձին արժեք ստանալու համար ես անում, այս նույն բառը ինք օգտագործում է երկրորդ գլխում եւ նույնպես առավել կապում է արդեն մտքի հետ։ Տեսեք երկրորդ գլխում, եկեք անդրադառնանք սրան, տեսեք ես բացատրեմ ինչի մասին է խոսք, երկրորդ գլխում երրորդ համարում ասում է ոչ մի բան չլինի գրգռումով, նույն բառն է օգտագործում։ Չլինի այդ քո անձի արժեքը փնտրելով եւ ոչ էլ սնապարտությունով, տեսնում եք սնապարտությունը իր հետ նորից դրեց, ոչ էլ սնապարտությունով, այսինքն սնոտի պարծանքով, մի պարծանք, որ չունես դու, չլինի դրանով մի բան, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարե, մեկը մյուսին իր անձից ավելի կարևոր համարե, ոչ թե քո անձը կարևոր, իսկ այդ գրգռումը դա քո անձը կարևոր համարելն է։ Սա մեր մտքի հետ է կապված։ Հիմա տեսեք ինչի մասին է խոսքը։ Առաքյալը հենց առաջի գլխում կոչ է անում ավետարան քարոզելուն։ Երիկն ասում է, որ շատ եղբայրներ իմ բանտի ժամանակ, երբ որ բանտարկվեցին, քաջալերվեցին, քարոզում են ոմանք այս հակառակությունից իրենց անձի պատիվը փնտրելու սկսեցին քարոզել, կարծելով թե ին վրա ցավ են ավելացնում։ Կարծես թե ես ուզում էի առաջնային Երևայի։ Իմ նպատակն էր Քրիստոս քարոզվի, որ շատերը փրկվեն, ոչ թե ես ցույց տամ թե ով եմ ես։ Իրանք չեն հասկացել դա։ Դա մտածելակերպի հետ է կապված։ Հիմա նույնը երբ որ ինքը քարոզում է Քրիստոսի ավետարանը կարևոր է որ տարածվի, առաջի գլխի վերջի հատվածներում ինքը շեշտում է, որ կա խնդիր, եթե ավետարանը պիտի տարածվի, տեսեք ինքը կարդում ենք առաջի գլխի վերջի հատվածները, ասում է նույն պատերազմ ունենալով, որ ինձանոք տեսակ եւ հիմա ինձանից լսում եք Քրիստոսից ձեր շնորհքով ոչ միայն նրա համար չարչարվել, այլ նաեւ նրան հավատալ եւ կարևոր է որ ձգտեք ավետարանը քարոզել, սակայն ավետարանը քարոզելու համար ասում եմ ձեզ կարևոր բան է պետք՝ միաբանություն։ Եթե չկա միաբանություն, դուք ավետարանը չեք կարող քարոզել։ Եվ ինքը հենց այս մասին է խոսում, եւ սա կապված է մտքին այն կարևոր պատվիրանը, որ մենք պետք է ավետարանը տարածենք, կամ պարտականությունը վերստին ծնված անձի, որ ավետարանը պիտի տարածի, Առաքյալը առաջի համարներում երկրորդ գլխի շեշտում ասում է, եթե կա միասնություն, այսինքն եթե կա մխիթարություն, Քրիստոսի հետ կա հաղորդություն, եթե սիրո սփոփություն, եթե հոգու հաղորդություն, եթե գթածություն եւ ողորմածություն, այսինքն եթե կա սա, միաբանության կարևոր այս սկզբունքները կա, ուրեմն ասում է նույն միտքը ունեցեք, եւ այդ միտքը կապված է Քրիստոսի նման մտածելակերպի հետ, որի մտքի մեջ գոյություն ունի այս պատիվ փնտրելը եւ սնապարտությունը, բայց մարդու մեջ կա, այինքը սա է ասում երկրորդ համարում, ասում է արդ եթե մխիթարություն կա, որովհետեւ ինքը վերևի հատվածում խոսում է եւ մղում է եկեղեցուն ավետարան քարոզելու, բայց որպեսի ավետարանը քարոզվի, ասում է միաբանություն պետք է, եթե կա որոշակի ասում է վերստին ծնված անձի կյանքում միաբան սկզբունքներ, եթե Քրիստոսի հետ հաղորդակցություն կա, գթածություն կա, սիրո սփոփություն կա, եթե մխիթարություն կա Քրիստոսով, ասում ասա լավ է, բայց հիմա ավելի որպեսի այդ միությունը իմ ուրախությունը ավելի ամբողջանա, ասում լցրեք իմ բաժակը, որպեսի միաբան լինեք, ճիշտը մտածեք, այսինքն մեկը մյուսի հանդեպ իրան չարժեքավորի, այսինքն այլ մեկը մյուսին իր կյանքում ավելի կարևոր համարի, եւ ես հետագայում խոսեմ այս մասին, թե ինչի ինչպես կարելի է կարևոր համարել կամ ինչա նշանակում կարևոր համարել, ամեն դեպքում սա նշանակում է, որ ոչ թե կեղծ խոնարհությունով, այսինքն դու դիմացինիդ ասես դե ինքը կարևոր է, բայց իրականում քո սրտի մեջ ասես ես եմ ավելի կարևոր, դա չի, դա մասին չի խոսքը, այլ իրականում դու հասկանաս, որ դու քեզ լավ ճանաչելով դու գիտես, որ դու ավելի մեղավոր ես, որտեղ դու նրա սրտի դիմացինից սրտի պարունակությունը չգիտես, բայց քոնը գիտես։ Մենք այդ դիմացինի մեղքի մասին միայն նրա վարքից եւ նրա խոսքերից գիտենք, բայց նրա սրտի պարունակություն չգիտենք։ Իսկ մեր սրտի պարունակությունն էլ գիտենք եւ որքան շատ գիտենք, այնքան ուզում ենք քիչ իմանալ, որտեղ որքան շատ ենք իմանում մեր սիրտ, այնքան տեսնում ենք, որ այն չարա։ Դրա համար ավելի կարեւորվում է մեր դիմացինը, քան թե ես։ Այսինքն եթե դու քեզ չես ճանաչում, դու քեզ կկարևորես, բայց եթե քեզ ճանաչում ես, իրականում դու քո դիմացին ավելի կարևոր կընտրես։ Առաքյալը սրա մասին է խոսում, եւ նույն բառը ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարտով, այլ խոնարհությունով, թող մեկը մյուսին իրանից ավելի լավ համարե, եւ հետեւից ասում մինակ ձեր անձերի բաների մտիկ չտակ, ես մինակ բառը գոյություն չունի։ Ձեր անձերի բաներին, այսինքն ձեր անձի վրա մի կենտրոնացեք, այստեղ հոգսի մասին չի խոսքը, այստեղ արժեքի մասին է։ Ձեր անձի վրա մի կենտրոնացեք, այլ ձեր դիմացինի վրա կենտրոնացեք, ձեր ընկերի վրա կենտրոնացեք։ Ինչպես նաև հետևից բերում օրինակ, որ Քրիստոսն էլ նույնն արեց։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսն է։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե։ Այսինքն, այս եկեղեցում եղած այս վարքը ինչի հետ էր կապված։ Մտածելակերպի։
Այսինքն չկա Քրիստոսի մտածելակերպը, կա մարդկային մտածելակերպ։ Եկեղեցի ես, եկեղեցու հովիվ ես, եկեղեցու հավատացյալ ես, որոշակի ծառայություն ունես, բայց Քրիստոսի մտածելակերպը չունես։ Դրա համար քո ծառայությունով, քո, ասենք թե քո պաշտոնը կարա քեզ ավելի դրթի քո պատիվը փնտրելու։ Եվ սա կվնասի եկեղեցի, եւ սա առաքյալն ասում է, որպեսզի միաբան լինեք, որտեղ սա հանդիսանում է եկեղեցի բաժանման կարևոր գործոն։ Այսինքն արգելք, որպեսզի եկեղեցին միաբան լինի։ Հասարակ մի բան, սա մեղք է, այո, եւ այն գտնվում է մեր մտածելակերպի ոլորտում։ Հիմա եկեք ավելի անդրադառնանք սրան։ Ընդհանուր այս կարևոր ոլորտը մեր մտքի կամ մեր մտածելակերպի կամ մեր հասկացողության, այն նաև կարող օգտագործեք սիրտ բառը, այն նշանակում է հասկացողություն, մեր արժեքային կենտրոնը, այսինքն մեր ամբողջ ուշադրությունը մտածելակերպ ինչի վրա է, դա մեր սիրտն է։ Եվ տեսեք 12-րդ գլխում Հռոմեացիս թղթի հենց առաջի համարներում կամ կարելի է տեսնել առաջի 2 կամ 3-րդ համարներում առաքյալն ամբողջացնում է մեղքի դեմ պայքարը։ Եվ ինքը 3 կարևոր ոլորտ է շեշտում։ Առաջինը մեր մարմինը, երկրորդ մեր միտքը, երրորդ մեր կամքը։ Եվ հետաքրքիր է, որ եւ մեր մարմնի մաքրությունը եւ մեր կամքի Աստծո կամքի հետ համաձայն լինելը կապված է մեր մտքի հետ։ Դրա համար ասում է ձեր մտքի նորոգությամբ նորոգվեցեք, որ դուք քննեք թե ինչ է Աստծո կամքը։ Տեսեք առաջի համարը ասում է արդ աղաչում եմ ձեզ, եղբայր, եւ սա ավելին է, քան պատվիրի աղաչում եմ ձեզ, ուշադիր եղեք, արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարակ, որը ձեր բանավոր պաշտոնը, այսինքն սա մի բան է, որ վերստին ծնունդից հետո դուք պիտի անեք սա, ինքնըստինքյան սա պիտի լինի։ Աղաչում եմ սա արեք, ինչի, որովհետեւ եթե չանեք, խնդիր կլինի։ Որովհետեւ տեսեք, հետաքրքիր է մի կարևոր բան, դուք տեսեք։ Ընդհանրապես Պողոս Արաքյալը, Պետրոս Արաքյալը 5 տականի նկարագրող, վերագրող հատվածները, մանավանդ աստվածաբանական թղթերը, որտեղ առավել արտահայտվում է մեղքի դեմ պայքարի ընթացքը, որտեղ մեր հոգևոր կյանքը 3 փուլ ունի՝ փրկություն, սրբություն եւ փառք։ Այսինքն այս սրբությունը փրկությունից հետո փուլն է, որտեղ մենք նմանվում ենք Քրիստոսի եւ ամեն անգամ, երբ որ Արաքյալների թղթի մեջ անդրադառնում է այս հատվածի սրբացման, կտեսնեք մեղքի դեմ պայքարի գործընթացը ինքը ծավալում։ Ցույցատալի ուսուցումը ինչպես մեղքի դեմ պայքարել, այն կտեսնեք միշտ, օրինակ Հռոմեացիս 6-րդ գլխից ասում։ Ինչի, հենց սկզբից չի խոսում, որովհետև կա որոշակի ուսուցում, Առաքյալը առաջի գլուխներում խոսում է, որտեղ ես ասացի, 3 փուլից է Հռոմեացիս թուղթը։ Առաջի գլուխներում խոսում է ինչա շնորհք, ինչա հավատք, ով է Քրիստոսը, Քրիստոսի կատարած ավետարանը ինչի մասին է, արդյոք այն հանդիսանում է մեղքերի վճար, ինչի համար նրա արդարությունը արած։ Հետագայում նոր 6-րդ գլխում, 5-րդ գլխում, երբ որ արդեն խոսում է, որ մենք Քրիստոսի մեջ արդարացած ենք դատաստանից, Քրիստոսի մեջ նոր ստեղծված ենք, նրա հետ մահացանք, հարություն առանք, մեղքի համար մահացած է մեր մարմինը եւ օրենքի տակ չենք, ազատված ենք օրենքյան։ Այսինքն այս ուսուցումներից հետո նոր ինքը մեզ մղում է ինչպես մեղքի դեմ պայքար։ Այսինքն ուսուցումները նորոգում են մեր միտքը, որպեսզի մենք ճիշտ հասկանանք ով է Աստված եւ ով ենք մենք։ Եվ այսինքն մենք ճիշտ հասկանանք մեր կարողությունները, ընկալենք ըստ Աստվածաշնչի ով ենք մենք, վնասված է մեր միտքը, թե վնասված չի, մեր գործիքները, մեր մարմնի անդամները որպես զենք ում ներկայացնենք Աստծուն, թե թողենք մնա մեղքին ծառա։ Այսինքն սրանք բոլորը, այսինքն սկզբից ուսուցում, հետո իսկ արդեն 12-րդ գլխում Առաքյալը ցույց տալ, որ մեր մտքի նորոգությունն է, որ մղում է, որ մեր մարմինը ծառայի կամ փառավորի Աստծուն, որտեղ ասում այն ձերը չի, այն պատկանում Աստծուն, Սուրբ Հոգու բնակարանն է, այն էլ ձերը չի, դուք փրկագնվել եք, այդ մարմինները ձերը չի, դրա հետ մի վարվեք ինչպես, որտեղ հռոմեական դարաշրջանում մարմինը տալիս էին պղտության, ասում էին հոգու հետ կապ չունի, սա գնոստիցիզմի որոշակի ընկալումներ է։ Մարմնով ինչ անում ես կապ չունի, բայց Առաքյալն ասում է, որ դա ձերը չի։ Դա համար ինքն ասում է, ձեր միտքը պիտի նորոգվի, որ այդ նորոգված միտքը հասկանա, որ այդ մարմինը ձերը չի, այդ մարմինը տա Աստծուն փառավորելուն, եւ նաեւ ճանաչեք, որն է Աստծո կամքը, որ զանազանեք այս վարքը մեղք է, թե մեղք չի։ Այս մտածելակերպը Աստծուն հաճելի է, թե դա մարդկային միտք է, թե սատանայի կողմից գերված միտք է, թույլ չի տալի, որ դուք Աստծուն փառավորեք այդ միտքը։ Այսինքն սա նաև Հռոմեացիս 12-րդ գլուխը արդ աղաչում եմ ձեզ եղբայր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարակ կամ ընծանվեր, որը ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, բա ոնց անենք, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այսինքն մի ընդունեք այս աշխարհի ֆորման, բա ոնց անենք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որը ինչը պիտի նորոգի միտքը,
Աստծո սուրբ խոսքը, անսխալական խոսքը, Աստծո հոգին այդ խոսքով պիտի միտքը նորոգի, միտքս, մտածելակերպս, որ մարմինս ներկայացնեմ Աստծուն որպես զոհ, անարակ եւ պատարակ մաքուր, անարատ զոհ։ Տեսեք, եւ նորոգվի ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծուն կամքը բարին, հաճելին եւ կատարելին, որ դուք իմանաք Աստծո կամքը որն է, որ զանազանեք, որն է հաճելին Աստծուն, որն է կատարյալը, որն է բարին, որ դա անեք։ Այսինքն այն կապված է մեր մտքի նորոգությամբ, նույնիսկ այսինքն Հռոմեացիս 12-րդ գլուխ անդրադառնում է 3 կարևոր սկզբունքի մեղքի դեմ պայքարի մեջ, անդրադառնում է մարմնին, մտքին եւ կամքին։ Հիմա ամեն դեպքում հատվածը, որը առավել կնկարագրի մեղքի դեմ պայքարը մտքի ոլորտում, այն 2 Կորինթացիս 10:3-7, եկեք ընթերցենք հատվածը։ Առաքյալը հակառակ սուտ առաքյալների, որոնք մերժում էին, որ Պողոսը Պետրոս առաքյալներ են, սյուներ են, առաքյալն անդրադառնում ասում է, որտեվ եթե մարմնով ենք վարվում, այսինքն նրանց բամբասակին հակառակ ասում է մարմնով են վարվում նրանք, մարմնավոր են, առաքյալը ասում է ոչ, եթե մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, այսինքն մեր պայքարը մարմնավոր չի, բոքսով չենք վիճում, մեր պայքարը կապված է մեր մտքի հետ։ Այն նրանք միտք չունեն, նրանք ինչ է, առաքյալը մի քիչ վերևում որոնց, բայց նրանք իրար հետ են համեմատում, նույնիսկ եթե չեն հասկանում։ Փոխանակ իրանց համեմատեն Աստծո հետ, իրանք իրար հետ համեմատվելով մեկը մյուսից բարձրացնում է իր անձը։ Այսինքն չափանիշը սխալ է նույնիսկ ընտրած։ Իրար հետ համեմատվելով են չափանիշ որոշում ով է հոգևոր, ով չէ։ Այ Քրիստոսի հետ չափվեք նոր կերևա ձեզանից ով է հոգևոր։ Տեսեք, որովհետև եթե մարմնով ենք վարվում, ապա մարմնավորից չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ ուշադիր նայեք, Աստծով զորավոր եւ անմիջապես անդրադառնում է, որ դա մեր մտքի հետ կապված է, մեր մտքի ոլորտում է, Աստծով զորավոր նշանակում է դա մեզանից չի, դա Աստծով է, Աստծո կողմից է այդ զորությունը, այդ մեր մտածելակերպը մարդկային երբեք զորություն չունի, այլ Աստծո խոսքը, որ գա մեր միտքը նորոգի, նոր մեր մտածելակերպը զորություն ձեռք կբերի, այսինքն ճշմարտությունը կունենա, որովհետև Հիսուսը հենց ինքը շեշտում էր, որ ինքը ճշմարտությունն է։ Տեսեք, խնդիրը ինչի մեջ է, որ այսօր ընդհանրապես Աստված պաշտությունը կամ կրոնասիրությունը վերածվել է ավելի էմոցիոնալ, ավելի պորտկումների, զգացմունքային, միտքը դուրս է եկել, մտածելակերպ չկա, նույնիսկ ասում են, սրանք բոլորը գիտունիքներ են, դա նույնիսկ ծաղրում են, եւ նաեւ վերածվել է արարողակարգի, կրկնության, ծեսերի, ավանդույթների, սա աստվածապաշտության կերպ է դառել, միտքը դուրս է եկել, իսկ իրականում, եթե ուզում եք անկեղծ, քրիստոնեությունը կապված է մտքի նորոգության հետ։ Քրիստոնեությունը մտածելու աստվածապաշտություն է, մտքի հետ, որտեղ հենց մետանոյ է բառը, որ դուք արտահայտում եք շատ հաճախ այդ ապաշխարություն բառը, այն մետանոյ է, այն մտքի շրջադարձ է, մտածելակերպի հետ է կապված, ամբողջական 170 աշճան մտքի փոփոխություն։ Տեսեք, եւ առաքյալը ասում է, որովհետեւ մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերթեր քանդելու խորհուրդներ են քանդում եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության կամ Աստված ճանաչության դեմ, եւ գերի են բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, այսինքն մտքի հետ կապված, որ երբ որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Եվ ասում է երեսի եք նայում։ Հիմա տեսեք, մենք կանադառնանք այս հատվածին, այս հատվածում կտեսնենք կարևոր 3 փուլ, բայց ինքը այստեղ ուշադիր եղեք, ամեն մի միտք եւ այն մտածելակերպ, այն եզրահանգումներ, այն հաշվարկներ, որ մենք ունենք, առաքյալը այս հատվածում ներկայացնում է որպես բերդ, պարիսպ մեր հասկացողության մեջ, որոնք ամրացած ամուր բերդեր են, որոնք թույլ չեն տալի, որ մենք Աստծուն ճանաչենք ճիշտ։ Եվ ասում եմ մենք քանդում ենք դրանք։ Եւ ամեն մի այդպիսի միտք գերի ենք անում Քրիստոսին։ Այսինքն մեր հասկացողության մեջ նեյտրալ մտքեր չկան, եւ մի քիչ տոմ ենք կանադառնանք այս բաժինը կավարտենք, մյուս բաժին սկսենք արդեն այս պայքարի մասին։ Այսինքն ամեն մի միտք, եթե գերի չի Քրիստոսին մեր հասկացողության մեջ, այն սատանայի կողմից դրված է, եւ այդ միտքը մեզ է գերի անում, որ մենք Աստծուն չճանաչենք եւ չվարվենք Աստծուն հաճելի ձևով։ Դրա համար առաքյալը ասում է մենք քանդում ենք այդ բերդերը։ Ինքը տեսեք այդ մտքերը, չի ասում դրանք փոքրիկ մտքեր են, չեն խանգարում ձեր եւ Աստծո հետ հարաբերության մեջ, ասում դրանք բերդեր են։ Պարիսպներ, բարձրավանդակներ, գոռոզացած աշտարակներ, եւ ինքը անդրադառնում է հին շրջանի պատերազմի անալոգին։
Ինչպես է պատերազմի համար պետք է մտնեիք, սկզբից քանդեիք այդ քաղաքի պատերը, մտնեիք այդ քաղաք, գրավեիք եւ գերի բռնեիք բոլոր զորքը, ղեկավարներին, որոշակի ժողովուրդ, որոնք ապստամբում էին, եւ հետո նորից արդեն կանադառնանք այդ հատվածին, հետո նոր արդեն հսկողություն սահմանեիք, նոր իշխանություն դնեիք, պատերը շարեիք եւ արդեն հսկեիք, որ ուրիշ մեկը չմտնի այդ պատերի մեջ։ Այսինքն սրանք այս կերպով ինքը ցույց է տալի ինչպես պետքա մեղքի դեմ պայքար ծավալվի մտքի ոլորտում։ Այսօր կա պայքար, տեսեք ինտերնետը կա, սոցցանցերը կան, դրանք հարվածում են, անդադար հարվածում են, ձեզ տալիս են մտքեր, աշխարհը իր փիլիսոփայությունով ներկայացնում է, որ ոնց առաջնահերթ դուք պիտի քեզ սիրես, ինքնասիրություն, քո արժեքը բարձրացրա, նույնիսկ ասում է, եթե ինչ-որ մեկը իրան չի սիրում, դա քողարկվում է, ինքը չի կարողանում իր կյանքը անձամբ ապրի, քողարկվում է, այսպիսի փիլիսոփայություններ կան, որոնք հակառակ են Աստծո խոսքի, բայց մեզ համար դա այս հասարակության, այս դարաշրջանում հասարակ բան է, մեզ թվում է թե նորմալ բան է, ինչ է եղել, բայց դրանք այս մեզ մղում են մեղքի։ Եկեք վերջացնենք այսօր արդեն, որտեղ ժամը անցավ 35 րոպե խոսեցինք եւ երկրորդ հատվածի մեջ արդեն կանադառնանք կոնկրետ այս հատվածին եւ այդ 3 կարևոր փուլերի մասին խոսենք մեղքի դեմ պայքարի մասին, որը կապված է մեր մտքի ոլորտին։ Ուրեմն ինչ ենք մենք տեսնելու։ Մենք պետք է հասկանանք, որքանով ենք մենք առաջնորդվում Սուրբ Հոգու կողմից դրված անսխալական խոսքով, որքանով մեր միտքը հասկացի այդ խոսքը, ճշմարտությունը հատվածային, որքանով է հատվածը ճիշտ կիրառում ընդհանրապես, եւ այսինքն որքանով ենք մտածում այդ հատվածի մասին ճիշտ, երկրորդ, որքանով ենք մենք զանազանում մեր մարդկային միտքը, սատանայի միտքը Աստծո մտքից, եւ կարեւոր, որքանով է կարեւոր նորոգված միտքը Աստվածաշնչով մեղքի դեմ պայքարի մեջ, եւ որքանով է որ մեր չնորոգված միտքը գործիք հանդիսանում սատանայի ձեռքերում մեզ կուրացնելու եւ մեզ մեղքի մղելու։ Այս երկու process-ը, այս 3 փուլերի մեջ գնանք եւ կտեսնեք ինչքան կարեւոր է միտքը մեղքի դեմ պայքարելու համար։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։